Բոլորին ձեր հետ կրկին ես եմ, այսօր ես ձեր համար պատրաստել եմ մի շատ հետաքրքիր տեսահոլովակ, այսօր մարտի 7-ն է և վաղը մարտի 8-ն, կանանց և գեղեցկության օրը, և ես մայրիկիս համար պատրաստել եմ մի շարք անակնկալներ, ժամն այս պահին 22:51 է և ես պատրաստվում եմ քնելու, կհանդիպեք վաղը և դուք կտեսնեք, թե ես ինչպես եմ մայրիկիս համար անակնկալ անում, կհանդիպենք վաղը։ Դեհ արդեն առավոտը շնորհավորում եմ բոլոր աղջիկների և կանանց մարդուն, ցանկանում եմ միշտ իրենք ժպերես, առողջ, գեղեցիկ և այս գեղեցկությամբ գեղեցկացնեք մեր շրջապատը։ Դեհ մայրիկը արդեն աշխատանքի է գնացել, մինչև ժամը 4:30 մենք ժամանակ ունենք պատրաստելու մեր նվերները, այժմ ես պետք է նախաճաշեմ և նոր մենք դեպի նվերները գնելու։ Ես ունեմ 2500 դրամ և կարող եմ 300 գնալ ու պետք է գնանք ամեն նվերները գրացի։ Ես արդեն դրսում եմ, մենք գնում ենք գնելու մայրիկիսի մոտ ծաղիկներ, մայրիկս տեղատանն է աշխատում, ասես արի մոտս, այդ ծաղիկները, որ փողոցանցում ենք, հենց այդտեղ է, ես ունեմ չի տեսնի, որ ես իրեն ծաղիկներ եմ աղնում, նեինչ գնանք, հասնենք մայրիկիս մոտ անպայման կմիանամ ձեզ և դեպ որ ծաղիկներ լեռնենք, գնենք, կմիանամ ձեզ, գնացինք։ Ես արդեն գնել եմ իմ մայրիկիս համար ծաղիկներ, ասեք որ շատ գեղեցիկ է, 5 հատ կակաչներ եմ գնել, 2800 դրամ։ Հիմա մենք գնում ենք տուն, սարքենք ակրոստիկով, նամակ սարքենք, գեղեցիկ, ես արդեն գիտեմ ինչպես սարքելու, և գնանք սարքենք, գնացինք։ Հիմա մենք պատրաստում ենք մայրիկիս համար բացի, բացիկի համար մեզ հարկավոր է մկրատ, սոսի, մատիկ և կանոն ու աշոտ ու եթե հարկավոր լինի կարող եք նաև գունավոր քսեր օգտագործել։ Իսկ հիմա իսկ հիմա մենք ծանում ենք աջորդ թուղթը այսպես, ծալելուց վերջացնելուց հետո մենք բացում ենք աջորդ թուղթը և այստեղ տեսնում ենք այսպիսի բաց տարածություն, հիմա այս բաց տարածությունը այստեղ գցում ենք կանոնով, որպեսզի գրենք մեր ակրոստիկոսը, գցեմ միանամ։ Ես գծեցի վերջացրեցի, իսկ հիմա գրում ենք ակրոստիկոսը գունավոր գրիչներով։ Ես կուզենամ գրենք մենք այս վարդագույնով, այս մանուշակագույնով, այս կապիտով և այս գեղեցիկ կանաչով, 6 պետք է ընտրենք, որտեղ մայրիկիս ամի 6 տար է, ընտրեմ սեղինը և կարմիրը, ես գրեմ, վերջացնեմ և միանամ ձեզ։ Ես արդեն արեցի, ակրոստիկոսը գրեցի, գեղեցիկ է ստացվել։ Եթե գեղեցիկ է ստացվել, անպայման մեկնաբանությունների բաժնում գրեք, որ գեղեցիկ է ստացվել, իսկ հիմա մենք կզարդարենք այս մասը։ Կգրենք շնորհավոր մարտի 8 այսպես բաներ։ Ես կգրեմ և էլի կմիանամ ձեզ։ Ես արդեն զարդարեցի վերջացրեցի և այստեղ ակրոստիկոսը և այստեղ գրել եմ և շատ եմ սիրում նա։ Իսկ մայրիկս գալու է 4 ժամը 4:30, իսկ հիմա ժամը 1:30 է, սպասենք մի քանի ժամ, մինչև մայրիկս վերադառնա։ 4:30 կլինեմ, մայրիկս երբ որ կմտնի, ես կտանեմ ջրով պահեմ այստեղ, որ հանկարծ մոնես չտնա։ Երբ որ հորվենք զգան, ես այդ ժամանակ կնվիրեմ ծաղիկները մայրիկիս։ Սպասենք մայրիկիսից, որքան ես անպայման փոքրում կնկարեմ, որ
Այժմ ես հագցրեցի մեր ծաղիկները, բայց հեսա ցույց կտամ, ուղղակի մի քիչ դժվարությամբ հագցրեցի, հեսա ցույց տամ։ Ես այստեղ եմ հագցրել ծաղիկները, իսկ հիմա պետք է գնանք, որպեսզի տեսնենք երբ է գալիս մայրիկը գնացինք։ Մի ձև եմ մտածել, թե ինչպես կարող եմ տալ ծաղիկները մայրիկիս, ուրեմն քանի որ հյուրեր գալու, ես բերքից օգտվում, որպեսզի սեղանեցնենք։ Հենց որ մամանց գնա ինչ-որ տեղ, այսինքն խոհանոց գնա, ես այդ ընթացքում կհանեմ ծաղիկները, կմաքրեմ ջուրը ու կտամ։ Ու այդ ծաղիկը հեռախոսից կտեղադրեմ եւ կտեսեք, թե ինչ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվելու այս տեսահոլովակը եւ չմոռանաք անպայման բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ այստեղ շատ հետաքրքիր է։ Գնացին ես մաման գա անպայման կներկայեմ։ Հենց հիմա մայրիկս արդեն տանա եւ ինա չգիտի, որ ես երբ ծաղիկները վիրելու հենց հյուրեր կան էլի կներամ։ Այժմ ես տեղադրում եմ տեսախցիկների շապարակը, գնամ անելու։ Շնորհավոր Դեպացի կարթա մորտի ուտ իմ մայրիկ հատուկ ես դու ինձ համար աշխարհում չկա քո նման սիրում եմ քեզ ինձանից շատ միշտ իմ ծնված օրվանից իմ սրտի մեջ միշտ տեղ ունես կարևոր ես միշտ ինձ համար ես քեզ շատ եմ սիրում մամ օպրի մոխչիկը շատ օպրես աշխարհի ամենալավ Վիդեո է նկարում Ես եկա Հուսով վիդեոն հավանեցի սկզբից միջում վերջ, այս վիդեոյի տակ հավաքում ենք երգեր հնարավոր 500 լայք եւ ես կտեղադրեմ այս տեսահոլովակի երկրորդ մասը ուղղակի ապրիլի 7-ի կապակցությամբ։ Եթե հավանեցիր, անպայման դնում ես լայք, բաժանորդագրվում ես ալիքին եւ մեկնաբանությունները ստուգում։ Դե ինչ տեսում կհանդիպենք շուտով։ Bye